Եթե Փաշինյանը ձեռնպահ է մնում իր կանխատեսումներն անել եւ ասել ինչ է պայմանավորվել, նշանակում է վստահություն չկա ռուսական կողմի նկատմամբ, չնայած ես կարծում եմ եղել են պայմանավորվածներ այսպես կոչված այս սանկցիաները վերացնելու, այսինքն ապրանքների շրջանառությունը ակտիվացնելու, այդ արգելքները հանելու ուղղությամբ եւ այլն։ Եվ կարծում եմ դա կլինի։ Իրենք փորձեցին վախեցնել Հայաստանին, որ տեսեք, դες այդ ինչ կկատարվի, եթե դուք դուրս գաք ԵԱՏՄ-ից, բայց դա ծիծաղելի է, որտեղ ոչ ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ Ռուսաստանը շատ ակտիվ առևտուր ունի։ Եվ միշտ բերում եմ Թուրքիայի օրինակը, միջև այդ կարելի է ասել ամբողջ Եվրոմիության, Գերմանիայի օրինակը եւ այլ եւ այլ։ Ադրբեջանի հետ առևտուրը շատ ավելի ակտիվ ձևով է գնում։ Կարծում եմ նույնը կլինի, նրանք կշարունակեն Հայաստանի հետ առևտուրաներ, որ տեսան, որ ոչ որևէ նշանակություն չունեցավ, հակառակ ավելի մղեց Հայաստանը դեպի Եվրոմիություն, դեպի Եվրոմիության շուկան, եւ այս առիթից օգտվելով, որ իրենք իսկապես աջակցում են, մենք պետք է շատ արագ փորձենք դիվերսիֆիկացնել մեր արտահանման աշխարհագրությունը։ Այս պայմանությամբ, այո, փաստորեն Եվրամիությունը, ինչպես նշվում է, 80% հայկական ապրանքների վրա մաքսատուրքերը ոնց որ վերացրել է։ Կարծում եք արդյոք, որ եթե ԵԱՏՄ-ն շարունակի ստանալ մեզանից այդ ձուկն ու ծաղիկն ու բերքն ու բարիքը, եվրոպական այս քաղաքականությունը տնտեսական Հայաստանի նկատմամբ պետք է ստոպ տրվի, կանխվի, վերջանա եւ նորից մենք գնանք դեպի Եվրամիություն։ Թե Ռուսաստանի այդ քայլը բացեց մեզ համար այդ շուկաները, ճիշտ է, արտակարգ իրավիճակներում բացվեցին այդ շուկաները, այդ շուկան բացվեց եւ մենք հիմա շարունակելու ենք աշխատել եւ ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում, դա հնարավոր է։ Այս պահին հնարավոր է, ես ձեր երկրորդ պատմման հետ եմ համաձայն, որ սա շատ լավ հնարավորություն է արագացնելու մեր ինտեգրումը Եվրոմիության տնտեսության հետ եւ էապես ակտիվացնելու առևտրաշրջանառությունը Եվրոմիության հետ։ Սա շատ կարևոր հարց է։ Պետք է նաեւ խնդրենք լրացուցիչ տեխնիկական օգնություն Եվրոմիությունից արագացնելու համար այդ ապրանքների սերտիֆիկացման հետ կապված հարցերը, որակի պահանջները իրականացնելը եւ այլն։ Այս ընթացքում մենք կստանանք տեսնելով այդ մեր ձգտումը Եվրոմիությունը վստահ եմ մեծ աջակցություն կտա արագացնելու համար այդ գործընթացը։ Դա չի շարունակում բացառել եվրասիական տեսական։ Բայց Ռուսաստանը ասում է, ես եթե եվրասիական շուկան բաց է ձեզ համար, դուք փող եք կարողանում աշխատել, երբ որ փող եք սկսում աշխատել, դուք գնում եք դեպի Եվրամիություն։ Ինչի ես ձեզ թույլ տամ, որ դուք փող աշխատեք հիմա ինձ մոտ, որ երբ որ ձեզ համար հարմար պահ լինի, դուք շրջվեք ինձանից։ Չեմ թույլ տալիս, որ դուք փող աշխատեք։ Ինչ նշանակում չեմ թույլ տալիս։ Մենք էլ կաշխատենք այլ երկրների հետ, Եվրոմիության հետ, այլ երկրների հետ։ Պատտվեցինք եկանք Միշուստին Փաշինյան։ Ինչ այդ հետևությունների Ես վստահ եմ, որ Միշուստինը նույն ձևով չի շարունակել եւ նույն տոնով չի շարունակել խոսել Փաշինյանի հետ։ Վստահ եմ։ Եվ Փաշինյանն էլ երբ որ ասում է սպասենք տեսնենք դրանք իրականացվեն հետո խոսենք որտեղ կան խոստումներ բացելու սահմանները դե բնական է կասկածում բնական այդ խոստումների որտեղ խոստումները երբեք չեն պահվել եւ այլն բայց դա չի շահում մենք պետք է ընկրկենք այդ ինչ որ սանկցիաների այդ արգելքների առաջ մենք ունենք մեր ամբողջ աշխարհը այսպես ասած մեր շուկան է ինչ եղել վաճառում ենք հաջողությամբ շատ երկրներում մեր ապրանքը հայկական կոնյակը ինչ է միայն ռուսական շուկայում է վաճառում ամբողջ աշխարհում հայտնի է վաճառվում է այսինքն Ռուսաստանը իր այդ սանկցիաներով եթե վերցնում ենք ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության պատրվակը այսինքն դրանով ինքը արդյունավետ է իր այդ գործողությունը սանկցիաներ Հայաստանի եւ ում համար էր արդյունավետ է Հայաստանի համար այն առումով որ մեր արտադրողները վերջնականապես հասկացան, որ մեր ապական Եվրոմիության շուկան Ռուսաստանը ինչ ստացավ։ Եվ ոչ Ռուսաստանի, ոչ իվան չստացավ։ Ավելի պակաս ապրանքներ մուծեց հայկական, կամ էլ կներմուծի այդ նույն հայկական ապրանքները այլ անվան տակ, չեն բացառում ադրբեջանական ծիրանի անվան տակ, կամ վրացական, կամ ուզբեկական եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Եթե ապրանքի պահանջը կա, ինքը այնտեղ հայտնվում է։ Իրենք մեզ ինչ որ զիջողություն եւ մեծ բարություն չեն անում, որ մեր ապրանքը գնում են։ Իրենց սպառողն է գնում։ Իսկ եթե տնտեսական չէր եւ Եվրամիության մատնանշելը դա կեղծ ուղղություն ցույց տալ էր, այլ իրականում քաղաքական էր։ Նա էլ էր իհարկե քաղաքական, բայց այստեղ ներքաղաքական էր։ Ռուսաստանը
չէ՞ որ այդ սանկցիաները, այդ պատժամիջոցները, էմբարգոն, ինչպես երեկ էլ իմ հյուրերից մեկը ասեց, կիրառեց Հայաստանի նկատմամբ ընտրություններից առաջ, որպեսզի ինչպես Պուտինը հայտարարեց, իրենց հետաքրքրող տեխնացուները կարողանան անցնել ազգային ժողով։ Հիմա անցան ազգային ժողով, ստացվում է։ Չէ, գաղափարախոսություն հետևյալն էր, եւ հենց նույն ռուս մեկնաբաններն էլ էր հաճախացում։ Այ հիմա մենք կվախեցնենք Հայաստանին եւ կտեսնենք, թե մեր տեխնացուների կողմնակիցները ինչքան կշատանան, որտեղ մարդիկ կասեն, տեսեք Ռուսաստանը ինչ անում, եկեք քվեարկենք այն տեխնացուների օգտին, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակիցներ միայն։ Եղավ ճիշտ հակառակը։ Շատ մարդիկ, որ առաջ մտածում էին Ռուսաստանի հետ պետք է աշխատել, հիմա եկան հակառակ Ռուսաստանի, կոպիտ ասած, հակառակ Ռուսաստանի ԿՊ-ի օգտին քվեարկեցին։ Ինչի մասն է խոսքը։ Տեսնելով, որ ստեղ ապագա չկա, տեսնելով, այո, ճիշտ հակառակն է լինում։ Նույն սանկցիաներ կիրառելով ոչ թե մենք խեղճանում, ասում ենք, խնդրում եմ մեզ ներեք ամեն ինչի համար, մենք նորից վերադառնում ենք ի շրջանս հյուր, հակառակ, ասում ենք, ախ դուք այդպես եք ասում։ Մենք էլ գնում ենք Եվրոմիություն շատ ավելի արագացված քայլերով, փառք Աստծո Եվրոմիությունը օգնում է եւ նպաստում է դրան։ Բայց տեքստը Փաշինյանի արտաբերած այն է, որ մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Փաշինյանը որ գնացել է այնտեղ հանդիպելու, իհարկե պիտի դա ասի։ Իսկ ինչի հավատարիմ չենք ուզում հարաբերությունները շարունակենք։ Ստացվում է հավատարիմ բառը պետք չէ այդ ասպեկտով հասկանալ։ Այո, մենք շարունակելու ենք, դա շարունակականության մասին է խոսքը։ Մենք շարունակելու ենք ակտիվ առևտրական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այո, շարունակելու ենք։ Պետք չէր սпасել խիստ գնահատական, այսպես կամ խիստ հռետորաբանություն Փաշինյանի կողմից։ Դա կլիներ մեծ սխալ։ Դրան է սպասում ռուսական կողմը, որ ասի տեսեք մենք այսքան օգնում ենք Հայաստանից, իրենք ինչպես են մեզ վերաբերում, ամենամեծ շուկան մենք ենք, ամենայժան գներով տալիս ենք վառելիք էներգակիրները, իսկ իրենք այսպես են ինչքան անշնորհակալ են եւ այլն։ Եվ շատ ճիշտ էր ասել, որ այո, մենք շարունակելու ենք, մենք գտնում ենք, որ մենք պետք է լինենք եվրասիական տնտեսական շուկայում։ Վաղը կփոխվի իրավիճակը, կասենք մենք արդեն Եվրոմիության հետ ենք աշխատում։ Այսինքն կամուրջներ չայրեց Փաշինյանը։ Իսկ ինչի է պետք այրել կամուրջները։ Դրա հնարավորությունը չկա։ Եվ Ռուսաստանը չայրեց կամուրջներ։ Իսկ Ռուսաստանը ինչի պիտի այրի, ինչքան շատ է այրում, այնքան շատ է մեզ հեռացնում իրենից։ Եվ որևէ շանս չի թողնում, որ մենք իրենց հետ գոնե նորմալ հարաբերվենք։ Ինչի մասն է խոսքը։ Ա տարբերակ, որովհետև այլևս հետաքրքրված չէ Հայաստանի մեջ։ Հայաստանում Ռուսաստանը B տարբերակ, Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը հեռանում է եւ ոչինչ իրական արդյունավետ ձևով չի կարողանում ձեռնարկել, որպեսզի հետ պահի Հայաստանը։ Ես համաձայն եմ B տարբերակի, ձեր ասած B տարբերակի հետ, այո, չի կարողանում, գումար չունի։ Քանի անգամ է հայկական կողմը բարձրացրել այդ հարցը, որ ռուսական երկաթգիծը պայմանագրի համաձայն պետք է ենթակառուցվածքներում ներդրումներ աներ։ Եվ Փաշինյանը կարծեմ առանձին հենց հանդիպել է Պուտինի հետ այդ հարցով։ Այդ հարցը բարձրացրել է, ոչ մի ցենտի ներդրում չկա։ Որտեղ գումար չունեն, ռուսական երկաթգիծը ինքը վնասների մեջ է։ Կիսասանանք վիճակում է։ Բայց դա մեր շահերին չի համապատասխանում, փառք Աստծո պայմանագրում էլ կա այդ կետը, որ պետք է անել այդ ներդրումները։ Ուրեմն կպետք է 1, 2, 3 կդիմե միջազգային դատարան եւ նույնը պետք է անեն ասած բոլոր ոլորտներում, ինչի մասն է խոսքը։ Ռուսաստանը ամեն ձևով ուզում է Հայաստանը պահանջել եւ շատ զարմացել է, որ Հայաստանը ընդդիմանում է։ Հասկանում եք, որտեղ պատմության ընթացքում շատ քիչ է այսպիսի դեպքեր եղել։ Կոշտ բիրտուժով պահել Հայաստանը, ինչը կարող է գնալ Հայաստան։ Ինչպես կարողացավ դա անել 1920 թվականին, 21 թվականին ամբողջ Հայաստանը երկու մասի բաժանելով ներերով ցերկել։ Այս գործիքներ ունի Ռուսաստանը իր ձեռքին, այս տնտեսական գործիքներն են, բիրտուժն է եւ այլն, որը իր սահմանը ունեն։ Եթե իրենք էլ չափահանցեն, մենք էլ կասենք վերցրեք ձեր ռազմաբազանացներից եւ հեռացեք։ Առհասարակ։ Անցած դարի 20 թվականների եւ այսօրվա տարբերությունը ասենք։ Նույն բանն է ստեցան, բայց այն ժամանակ մեր ժողովուրդը ավելի ջուրահավատ էր, այդ բոլշևիկյան ինտերնացիոնալիզմի գաղափարների կրող էր եւ այլն, իսկ ադրբեջանցիները թուրքերը շատ ավելի պրագմատիկ էին։ Ասին այո, միջազգային ինտերնացիոնալ է, մենք էլ ենք դառնում կոմունիստ, հիմա տվեք այս բոլորը մեզ այդ դեպքում։ Շատ ուրախացավ Լենինը եւ տվեց։ Իսկ հետո երբ իրենք խաբեցին, հետ չպահանջեց։ Ինչի չպահանջեց։ Հասկանում եք, բայց չի կարելի հույսը դնել Լենինի, Ռուսաստանի, ինչ որ մեկի վրա, մեր վրա պետք է հույսը դնել։ Այսօր էլ Պուտինի վրա։ Այո, մեր վրա, միայն մեր վրա։ Պետք է ճիշտ կողմնորոշվենք։ Պետք է տեսնենք համաշխարհային խոշոր խաղացողների շահերից որ
ինչ տիպի առևտրի աշխարհագրությունն է բխում, ինչ դեպի կոմունիկացիաներն են տրանսպորտային բխում եւ այլն։ Դե տեսեք, դուք փաստորեն ձեր այս խոսքի մեջ կա չարտահայտված, բայց հիմա կխնդրեմ արտահայտեք գնահատականը այսօրվա գործող իշխանությունների գործելավոճի, դուք ասում եք փաստորեն այսօրվա իշխանությունները այդպես կուրորեն չեն վստահում Ռուսաստանին եւ փորձում են սեփական քաղաքականություն անել։ Ասում եք այո, բայց ընդդիմադիրները ասում են դու ճոճվում ես Հայաստան այսօրվա իշխանություն, Ռուսաստանից ճոճ ես անում դեպի Թուրքիա հիմա էլ։ Եկեք հիմա դիտարկենք Ռուսաստանից հեռանալը արդյոք նշանակում է կոպիտ եմ ասում ներող եղեք ընկնել Թուրքիայի գիրկը։ Այստեղից երկրորդ իմ հարցն է, երկրորդ թեման է, որը կուզեի նայից ես հետ վերլուծել, ինչու Թուրքիան առ այսօր, նախ համաձայն եք արդյոք, որ եթե Ռուսաստանից փոխվում ես, ընկնում ես Թուրքիայի գիրկը անմիջապես, եւ գործող իշխանությունները հենց այդ ուղղությամբ էլ գնում են, հարցն է, եւ երկրորդը, ինչու այնուամենայնիվ առ այսօր ընտրություններն էլ ավարտվեցին, Թուրքիան չի բացել սահմանները, խոսում է, ամեն ինչ ասում են, հա, լավ է, գնում ենք ընդառաջ, Հայաստանն ու Ադրբեջանը ոնց որ թե առաջ են գնացել իրենց պայմանավորվածությունների մեջ, բայց սահմանը չեն բացում։ Ուրեմն առաջինը Ռուսաստանից դուրս ես գալիս, ընկնում ես Թուրքիայի գիրկը, այո, այդպես է վարում այսօր քաղաքականությունը։ Դա ծիծաղելի է, ինչ է շարքում Թուրքիայի գիրկը, չի լինի ոչ մեկի գիրկը չգնել։ Իսկ ինչա մենք հիմա Ռուսաստանի գրկում ենք, իհարկե ոչ։ Մենք բավականին անկախ քաղաքականություն ենք վարում, որը Ռուսաստանը չէր սպասում, որովհետև շատ տարիներ այդպես չի եղել։ Երկրորդ Թուրքիայի գիրկը ընկնելը որտե՞ է, չէ՞ հիմա սահմանը փակ է, ինչպես ասում են։ Ասում են, եթե Եվրամիության հետ ես գնում։ Եվրամիությունը եւ Թուրքիան դա տարբեր բաներ են։ Միացյալ Նահանգներն են Թուրքիան։ Չէ, կներեք։ Թուրքիան ոչ մեկի ներկայացուցիչը չի եւ ոչ մեկը Թուրքիային չի լիազորել լինել իր ներկայացուցիչը, որ ներկայացուցիչն էր, գոնե Եվրամիության անդամ կլներ, որ այսքան տարի ձգտում է։ Նույնն Միացյալ Նահանգներին է վերաբերվում։ Թուրքիայի տեղը, դիրքը, դերը փոխվել է խորհրդային միության փլուզումից հետո։ Դրա համար պահանջվեց մոտ 30 տարի, բայց այդ գործընթացը իրականացավ։ Մենք հասկանում ենք պետք է ուղիղ աշխատել նույն Հարավային Կովկասի հետ, Հարավային Կովկասի երկրների հետ եւ փորձել համադրել միմյանց շահերը։ Եվ Թուրքիան առաջի գործոնը չէ այստեղ։ Թուրքիայի վիճակը շատ կայուն չէ։ Այնտեղ էլ խնդիրներ կան, թե ներքին խնդիրներ, թե տնտեսության հետ կապված խնդիրներ եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է նման ինչի չի բացում, նախ ասեմ, որ այդ նույն Եվրոպայության շուկայի հետ ծերտ ինտեգրումը էապես կարողանա, եթե Թուրքիան սահմանները բացի եւ տրանսպորտային ուղիղ հարթակություն ունենա Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա։ Ոչինչ չունեմ ասելու, Վրաստանը տալիս է այդ հնարավորությունը մեզ եւ նույնիսկ ամենածանր պահերին վրացական կողմը ճանապարհը երբեք չի փակել։ Բայց Թուրքիայով անկնհայտ է, որ ավելի արագ կլինի բեռնաթափման աշխատանքների կարիք չի լինի նավահանգիստներում եւ այլն։ Բայց Թուրքիան չի բացում։ Թուրքիան չի բացում, ըստ ում հետեւյալ նկատառումներից ելնելով, եթե մենք նայենք երկաթգծի քարտեզը տարածաշրջանի, եթե կարելի է ցուցադրեք դա էկրանին, հա, փորձենք հասկանալ։ Տեսեք, իրենց նպատակը այդ Թուրանի կամ հիմա որ ասում ենք trip, չէ՞, գծի։ Տեսնում ենք Մեղրիով, Նախիջևանով ելք դեպի Թուրքիա, այդ երկաթգիծը Իգդիժ Նախիջևանի սահման դեռ չկա եւ կպահանջի մոտ 4 տարի որ կառուցվի։ Մենք տեսնում ենք որ պատրաստի կա, բայց փակ է Գյումրի Ղարս երկաթգիծը, տեսնում ենք հյուսիսում այնտեղ։ Եվ տեսնում ենք որ դեռ նորոգումների անհրաժեշտություն կա եւ կառուցման անհրաժեշտություն կա Մեղրիի երկաթգծի, որը նույնպես փակ է, եւ Դիլիջան, Իջևան, Ախստաֆա այդ գիծը, որը վերակառուցման նորոգման կարիք ունի։ Դա տարիների հարց է։ Այսինքն ինչ է կատարում հիմա, եթե երկաթգիծը եւ ավտոճանապարհը բացում է Թուրքիան։ Հիմնականում շահում է Հայաստանը, որտեղ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չկա։ Հիմա բացել են Ադրբեջանի երկաթգծով գալիս է Վրաստանով եւ Թբիլիսի երկաթգծով գալիս է Հայաստան։ Թուրքիան թույլ է տվել, որ Թբիլիսի Ախալքալակի Կարս իրենց տարածքով անցնող երկաթգծով հայկական բեռները նույնպես տեղափոխվեն։ Եվ Եվրոմիության հավանաբար ասում է, տեսեք, ես հա թույլ եմ տվել, արել եմ, բա ինչի մասն է խոսքը։ Իրանք ավելի շատ սպասում են, երբ որ կաշխատի թրիփը։
Երբ որ կաշխատեի մնացած երկաթգծերը կվերականգնեն, իրենք կսկսեն ակտիվ օգտագործել։ Հիմա եթե բացեն, Հայաստանը շատ կշահի, Ադրբեջանը տնտեսական առումով շատ քիչ բան կստանա։ Եվ իրենք մտածում են ինչքան հնարավոր է երկարաձգենք։ Իհարկե ճնշումը կա Եվրոմիության եւ հատկապես Միացյալ Նահանգների։ Իրենք ասում են, այ տեսեք, բացեցինք Ղարսախալքալակի Թբիլիսի երկաթգիծը Հայաստանի համար, Ադրբեջանի տարածքով գալիս են բեռները հասնում Հայաստան երկաթգծով արդեն, կամաց գնում ենք այդ ուղղությամբ, պետք է նորոգենք այդ սահմանային քիթերը եւ այլն, բայց դա անվերջ չի հնարավոր չի այդ պատճառաբանությունը բերելով չբացել սահման։ Իհարկե, ես գտնում եմ եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը պետք է շատ ավելի որոշակի, շատ ավելի խիստ տնեն այդ հարցը։ Սա շատ կարագացնի մեր ինտեգրումը Եվրոմիության շուկայի հետ, առհասարակ Եվրոմիության հետ ինտեգրումը։ Այստեղից երկու հարց։ Առաջինը դուք ասում եք ենթադրում եք, որ նրանք այնուամենայնիվ սպասում են թրիփը գործի, հետո նոր իրենք քայլ անեն։ Որ իրենք իսկապես դրանից շատ օգտվեն։ Իրենց նպատակը Թուրքիա-Ադրբեջան այդ կապը հաստատելն է, Թուրան, Միջանցք եւ այլն։ Պատահական չի վերջերս հնչած առաջարկը Թուրքիայի կողմից, որ Թուրքիա-Հայաստան Ադրբեջան այդ առանցքը պետք է լինի ենթակառուցվածքների հետ կապված, մենք պետք է բացենք այդ երկաթգիծը ձևով, այդտեղ չկա Միացյալ Նահանգները, եթե տեսնում եք այդ հայտարարության մեջ։ Ուզում են կամաց մի տեսակ կողմ թողնել Միացյալ Նահանգներին, Հայաստանին ընդգրկել, հետո Հայաստանին էլ վերացնեն, որ իրենք միանգամից այդ ճանապարհը տնօրենեն։ Հին թուրքական քաղաքականություն, որտեղ որևէ գաղտնիք չկա, մի բան խոստանում են, մի այլ բան անում, խաբում եւ այլն։ Մենք պետք է շատ զգոն ենք այդ հարցերում։ Մենք պետք է ասենք, այո, իհարկե ուզում ենք առևտուր անել, չենք ուզում, շոտ ենք ուզում։ Ներդրումներ ենք ուզում անենք, ուզում ենք փոխադարձ տնտեսական կապեր լինեն, ինչ չենք ուզում։ Բայց մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ իրենց մոտ այդ կապը տնտեսության եւ քաղաքականության ավելի ուժեղ է, քան շատ այլ երկրներում։